Կլիման անբարենպաստ արդեն Ծիրանի համար ստեղ, մոտ մի շաբաթ անձրևները ստեղ սկսվավ, դրանից հետո անմիջապես ցրտարարություն եղավ ու հիմա նայում ես ամեն մի ծառի վրա երևակայի 5-10 հատ ցողոլ կճարվի վրան։ Վերջին անձրևները, հետո նաև ցրտահարությունը քշել տարել են գյուղատնտես Համլետ Քորողլյանի բերք բարիքը։ 2 տարի առաջ էր գյուղապահովագրության պայմաններին ծանոթացավ, չհավանեց։ Հիմա նույնիսկ չի հիշում, թե կոնկրետ ինչու այսպես բերքը չապահովագրեց, հիմա փոշմանում է, թեկուզ վատ պայմաններով ապահովագրությունից պետք է օգտվեր։ Պայմաններ կար, որ սորսերը չգիտեմ, խի դուրս չեկավ, չարեցինք, ռոզի մի քիչ կար բերք, երևի դրա համար որ չուզեցանք գումար ծախսեինք, բայց հիմա որ նայում ասենք անցած տարի արդեն սենց կլիման անբարենպաստ է, չգիտեմ, պետք է արած ալնեինք։ Բայց բերքն ապահովագրածների վիճակն էլ վիճակ չէ, ինչպես հենց իրենք են ասում։ Գյուղերում կարծես 2 ճամբարի բաժանված լինեն։ Գյուղապահովագրությունից չօգտվածները նայում են անպտուղ մնացած ծառերին ու փոշմանում, որ չնայած չգոհացնող պայմաններին ծրագրից չեն օգտվել, ապահովագրության պայմանագրերը ստորագրածներն էլ վստահ պնդում են։ Սխալը երկրորդ անգամ չեն կրկնի։ Զովունիի բնակիչն օրինակ ապահովագրել է 2 հեկտար հողատարածքի Ծիրանի բերքը, բայց ապահովագրությունից էլ չի օգտվի։ Նրա խոսքով պայմանները սկզբից պարզ չեն ներկայացրել։ Այն կապողը ասում է, խնդիր չկա հեկտարովա, չէ, բայց ասենք ով որ գալիս է փորձագետը, որ նայելու ցրտարարությունը իշկանալ է, փորձագետն էլ ուրիշ բան է ասում։ Հայաստանում բնական աղետները գրեթե յուրաքանչյուր տարի լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը, գարնանային ցրտահարությունները, կարկուտն ու երաշտը հաճախ ոչնչացնում են ֆերմերների ամբողջ տարվա աշխատանքը։ Այս տարին եւս բացառություն չէ, գյուղացիները դարձյալ այս խնդրի առաջ են կանգնել, կարկուտը ծեծած տեղը էլի է ծեծել։ Բնության հետ մրցել գյուղացին չի կարող է միայն հնարավոր ռիսկերը նվազեցնել, որ իր հետ բերում է ցանկացած գյուղատնտեսական սեզոն մեծ սպասումների հետ միաժամանակ։ Իսկ թե որքանով է հնարավոր ապահովագրվել այդ ռիսկերից, մնում է կարևոր հարց, ընդ որում ոչ միայն գյուղացու համար։ Վերջին օրերի կարգտահարության ամբողջական գնահատականը դեռևս չկա, այս պայմաններում ապահովագրությունը պետք է դառնա գյուղացու ֆինանսական անվտանգության հիմնական գործիքը, հնարավորություն ընձեռելով պահպանել եկամուտները եւ հաջորդ տարի շարունակել գյուղատնտեսական գործունեությունը, սակայն գործնականում ստացվող փոխհատուցումները հաճախ ավելի փոքր են լինում, քան իրական վնասները, ըստ հենց նրանց պատմածի։ Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրում առաջացել էին մի շարք խնդիրներ, որոնք կապված էին վնասաբերության բարձր մակարդակի, վերահապահովագրական կազմակերպության հայկական շուկայի ելքի, ինչպես 24 թվականին, նախորդ տարի այնպես էլ 25 թվականին գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր վրա վերցնում ռիսկերի մեղման մի զգալի մասը։ Սա 2025-ին նախորդ տարի կառավարությունում լավ գիտեին գյուղացու կրած վնասների չափը մեծ էր, իսկ յուրաքանչյուր տարի միայն աջակցության ձեռք մեկնելը ժամանակավոր լուծում, ինչպես հենց էկոնոմիկայի նախարարը բանաձևեց, սրա փոխարեն կարևորելով համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Եթե հիդրոթերապևտաբանական համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքներով չկարողանանք հասցնել համալրել, ապա նույնիսկ շարունակի համակարգի ռիսկայնությունը մնալ։ Ենթակառուցվածքների համալրման համար 2025-ի բյուջեով առանձին միջոցներ նախատեսել էր գործադիրը, բայց Մեր մոտ ստեղ այս տարածքները արդեն կառետաները չի աշխատում, գյուղապետարանը, միգուցե քաղաքապետարանը ոռոգման ջուրը կարողան անեն խողովակներով, որ կարողանանք բերենք հասցնենք ստե, որովհետև ճանապարհներին շինարարություններ է գնում, հողերն են գնում կառետաների վրա, կառետաները հանում են։ Այսինքն մեկ տարի անց կոնկրետ Զովունիում ենթակառուցվածքները ոչ միայն չեն համալրվում, այլև մի բան էլ այս հարցի սրությունն ավելի է ընդգծվում։ Վերադառնալով ապահովագրությանը, հիմա մեր երկրում ապահովագրվում է 13 մշակաբույս, ծրագիրը ներառում է կարգտահարության, հրդեհի, գարնանային ցրտահարության, երաշտի ռիսկերը։ Սակայն գյուղատնտեսներն ու ոլորտի մասնագետները պնդում են, թե գնահատման մեխանիզմների հետ կապված դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ Հայկական այսպես ապահովական ծառայությունների գյուղատնտեսության բնակավարում կարող ենք ասել, որ դրանք գոյություն չունեն։ Խնդիրը նա է, որ ապահովագրում են որոշակի կորուստներից, ապահովագրում են կորուստների աղբյուրների ձև հիմքերից իմիջի հիման վրա, Հայաստանում որպես կանոն դրանք այն կարգի ֆիլտրած ապահովագրության ցանկեր են դառնում, որ գյուղացին պրակտիկորեն հնարավորություն չի ունենում
ապահովագրական կազմակերպության իրական ապահովական ծառայություն ստանալ։ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունում սակայն հակադարձում են։ Միայն մի քանի տարվա կյանք ունեցող համակարգի պայմանները հստակ են, գյուղատնտեսները դրանց քաջածանոթ։ Մնացյալն ըստ ցանկության մեկնաբանելու խնդիր է։ Հաշվի առնելով, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը այնպիսին է, որ մեր հիմնական ռիսկերը ցրտահարություն եւ կարկտահարությունն են, սովորաբար դա բավական ապահովություն տալիս է գյուղացուն։ Միակ բանը, որից շատ հաճախ մենք արձագանքներ ենք ստանում գյուղացիներից, որ դա իրենց ամբողջ վնասված բերքի գումարը չի, որ իրենք փոխհատուցում են ստանում, բայց մեր ապահովագրությունը չի ենթադրում, որ բերքի կորստի հատուցում պիտի ստանան, այլ այս ապահովագրությունը նրա մասին է, որ գյուղացին պիտի ստանա իր կատարած ծախսերի դիմաց վնասների հատուցում։ Մյուս կողմից ոլորտում ռիսկերը բազմաթիվ են, երբեմն դրանք իրար են խառնվում, ասում է գործակալության ղեկավարը։ Շատ հաճախ հնարավոր է, օրինակ, շատ անձրևների պատճառով վնասը լինի, բայց գյուղացուն թվա, որ դա ցրտահարության արդյունք է։ Այսինքն այստեղ մենք շատ հաճախ ունենում ենք խառնված ռիսկեր, որը բավական բարդ է ինչ որ իրավիճակներում վերլուծելը եւ ապացուցելը։ Բերքն ապահովագրող գյուղացիները շատ չեն, այդ պատճառով էլ նաև լայն չէ այն ծածկույթը, որը մեր երկրում այսօր ունի գյուղապահովագրությունը։ Պարզ ասած, ապահովության ավելի մեծ չափաբաժին գյուղացին չի զգում նաև, որովհետև սահմանափակ են ապահովագրական պայմանագրերի ցանկերում ներառված հնարավոր դեպքերը, որոնց պատահելուն պես գյուղատնտեսը փոխհատուցում պիտի ստանա։ Սա ըստ տնտեսագետի այն պատճառով, քանի որ հողի հետ գործանողների հույսն այլ տեղում է։ Գյուղացի միշտ հույսը դնում է նրա վրա, որ պետության կողմից ինչ որ արհավիրքների, սառնամանիքների, ցրտահարությունների պարագայում պետության կողմից պետք է սուբսիդավորվի եւ ձեռի ստանա ընդհանրենք իր չհաճեցած բերքի ընդհանրենք արժեքը կամ գոնե մի 50-60%։ Դա խնդիրը այդտեղ խզում կա ապահովական ընկերությունների պատկերացումների եւ գյուղացիների սպասումների միջեւ։ Այն, որ խզում կա, կողմերի հակասական մեկնաբանություններն են նաև հաստատում, ինչ վերաբերում է պետության օգնության ձեռքին, ապա դա նախ դուրս է այն սահմաններից, որտեղ արդեն իսկ գործում են ապահովագրականները, բայց արտակարգ իրավիճակներում էլ առանց դրա գյուղացու դժվար օրերն ավելի դժգույն կդառնան, համոզված են մասնագետները։ Օրինակ Զովունիի դաշտերում նոր հիվանդություն է տարածվել, ասում է գյուղատնտեսը, բուժման կուրսեր են պետք առնվազն 5-ը, ինքն իր միջոցներով հազիվ 2-ն է արել, մյուսների համար գործադիրի կողմն է նայում։ Վրեն սպիտակ կալորիկներ ալնում ու փչանում է։ Կառավարությունը կարողանա գոնե սուբսիդավորում անի բուժման տեսակետով, բուժումները գոնե դեղերը սուբսիդավորի մենք կարողանանք մի քիչ էժան առնենք, գոնե որ մենք դուրս վերենք միջև պետությունը օգնի, մենք կարողանանք բուժում անենք։ Եթե չէ, չեմ կարող բուժում անեմ։ Այս դաշտերում այսօր հաշվում են ոչ միայն կորցրած բերքը, այլև հաջորդ սեզոնի հույսերը։ Իսկ երբ բնությունը տարեց տարի ավելի անկանխատեսելի է դառնում, գյուղատնտեսության գլխավոր հարցերից մեկն անշարժ իր տեղում է մնում։ Ով եւ ինչպես պետք է կիսի կորացած մեջքով հողի հետ կռիվ տվող գյուղացու հոգսը, ու մինչև ժամանակը տա հարցի պատասխանը, գյուղացին շարունակում է անել այն, ինչ արել է միշտ, նորից մշակել հողը, փափագով, որ հաջորդ բերքն ավելի բարեհաճ տարվա կհանդիպի։ Հույսը փրկիչ է։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրան Գյուն։